4 տարի է Ռուսաստանի տարբեր տրամաչափի պաշտոնյաներ աշխարհին շանտաժ են անում միջուկային սպառնալիքով։ Այս կանենք, այն կանենք, բացատրել ենք անգամ, որ դա տեղի չի ունենալու։ Անգամ ուկրաինական պատերազմի Ուկրաինայի վրա հարձակվելուց մեկ շաբաթ առաջ կդիտեք եւ կպատկերացնեք ինչի մասին է խոսքը։ Նաեւ պարզաբանել, որ դա պարզապես բլեֆ է Պուտինի կողմից։ Պետք է դրա փոխարեն մտածել ոչ թե երկիրը փլուզելու, այլ դիկտատորին հեռացնելու մասին, այլապես ստիպված պետք է լինեն հաշտվեն այդ մտքի հետ, որ վաղը պետությունն են փլուզելու։ Սա է իրավիճակը։ Որը խորհրդային միությունն ասում ունենք միջուկային զենք, տոտալիտար պետություն էր։ Եվ դա էր պատճառը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հասկացավ, որ նման ձևով երրորդ համաշխարհային պատերազմ չի կարող լինել միջուկային գերտերությունների միջև բոլորակը կվերանա։ Եվ ինչ որոշվեց։ Որոշվեց վերացնել խորհրդային միությունը։ Եվ դրա սկիզբը դրվեց 1983 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, երբ որ կանգնեց հայտարարություն արեց Ֆլորիդայում 1983 թվականի մարտ ամսին, որ խորհրդային միությունը դա չարիքի կայսրություն է։ Դա անացրեց Ղրիմի հետ կապված արևմուտքը փորձեց նրան կամաց թույլատրել, այսօր արդեն Ռուսաստանը բավական թույլ է եւ շանտաժ է անում միջուկային զենքով։ Ով ասեն պատերազմը սկսելու ինչ է համար են անում, որպեսզի Ռուսաստանը թույլ տար իր սխալը եւ այդ սխալը թույլ տրվեց։ Վլադիմիր Պուտինն ասեց մի բան, որը դա ճակատագրական սխալ էր։ Որը նկատի ունի։ Որ ասեց, որ ես միջուկային պետություն եմ, մոլորակը կվերացնեմ, եթե հանկարծ դուք փորձեք ուրիշ ձևով վարվել։ Եթե աշխարհապատկերացնում եք առանց մեզ, ում է պետք նման աշխարհ։ Կոճակը չի սեղմի եւ միջուկային մարտագլխով հրթիռ չի թռնի։ Ավելի շուտ իր գլուխը կթռցնեն, քան թույլ կտան դա անել։ Նույնիսկ իր ամենամտերիմ մարդիկ։ Եվ պատահական չէ, ինչ ասեց Ջո Բայդենը, ով է Պուտինը, միջուկային զենքով տղա, որը չունի ինքերներ։ Այս սա համարեք այն արտահայտությունը, որը ես ասացի Ռոնալդ Ռեյգանի արտահայտությունը։ Եվ պատահական չի, որ այսօր ժեստեր են անում ռուս ժողովրդին, որովհետև խորհրդային միության ժամանակ ասեցին, որ խորհրդային միությունը նույնացվում էր պետության ղեկավարը պետության հետ, պետք է փլել պետությունը։ Իսկ այսօր ասում են, եթե չեք ուզում նույնացնեք Պուտինին Ռուսաստանի հետ, Պուտինից ձեռք քաշեք։ Այսինքն մենք ստիպված չլինենք փլել ուղերձները ռուս ժողովրդին հետ։ Այո, ստիպված չլինենք փլել Ռուսաստանը